Մեկ էլ են տեսնեմ, որ Կալուգացի օլիգարխը ասում է, թե Հայաստանը իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելարուսի նախագահը պատմում էր, թե ինքը ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը, էդ էր մեր շանտաժը, թե էն էր մեր շանտաժը, երբ որ Բելարուսի նախագահը ասում էր, որ Հայաստանը ում է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում և չեն ընդունում, էդ էր մեր շանտաժը։ Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք, եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված որտեղից ստեղծվեցին, ոնց ծնվեցին, ով էր շանտաժ անում, բայց ժամանակ մենք չկայինք, և դրան նախորդող իրադարձությունները ինչպես տեղի ունեցան։ Վերադառնալով 2022 թվականին, մենք շանտաժ էինք անում, դրա համար Հավաքական անվտանգության պայմանագիրը իր պարտավորությունները չկատարեց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, բայց 90-ականների սկզբին, երբ որ Արծվաշենը ընկնում էր, նոր պարզվեց, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն ա տվել, բա այն ժամանակ ով էր շանտաժ անում։ Եվ հիմա պետք է հասկանալ Կալուգացի օլիգարխը ում կողմից է ընդհանրապես, և այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2020 թվականին, երբ որ Կալուգացի օլիգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Էդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները, բա սրա պատասխանը ինչի՞ չի հնչել մինչև այսօր։